Պարոն Հարությունյան երեք պարզ դարձավ, որ Պատանի հանդիսատես թատրոնի դերասանները 3 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, եւ դուք երեք քաղաքապետարանի դիմաց եք, ինչ պարզաբանում տվեցին ձեզ։ Պարզաբանեցին, որ մոտական նախ 5 օրերի ընթացքում այդ հարցը կլուծվի, բայց դա մեզ համար նոնսենս էր, ինչպես կարծում եմ ցանկացած կազմակերպության համար, հիմնարկի համար, եւ այնտեղ ինչ-որ հաստատքային խոչընդոտներ են եղել սուբսիդիայի, տարեկան սուբսիդիայի հետ կապված։ Մենք ունենք շատ լավ տնօրեն, շատ լավ տնտեսվարող է, շատ լավ վարչական աշխատող է, մեծ փորձով եւ տնօրենը այդ 2 ամիսների, հունվար-փետրվար ամիսների աշխատավարձը վճարել է ամբողջ հիմնարկի աշխատողներին թատրոնի պահուստային ֆոնդից, այսինքն այն ինչ-որ թատրոնը ինքը տնտեսել է, կոմսերի տնտեսությունից, բայց սովորաբար թատրոնի մարդիկ, ովքեր թատրոնի հետ գործում են, ներողություն, գիտեն, որ այդ ֆոնդերը նախատեսված են ավելի շատ նոր ներկայացումներ անելու համար, շենքի պահպանման միգուցե հարցերի համար եւ այլն տնտեսական հարցերի համար։ Մենք դա ստացել ենք եւ չենք իմացել, որ այդպիսի խնդիր ունի եւ սա իմ կարծիքով բացի թողի կամ առհամարական կամ կամայական ինչ-որ վերաբերմունք հայերեն քաղաքապետարանի կողմից։ Եվ սա առաջին դեպքը չէ, ես ուզում եմ ասել, հենց Պատանի հանդիսատեսի նկատմամբ։ Ես հիմա չեմ ուզում շատ ծավալվել, որ նյութը չփոխվի ուրիշ զրույց դառնա, բայց սա կրկնվում է հիմա էլ արդեն այս տեսքով, այս ֆորմատի մեջ, աշխատավարձերը չփոխանցենք, տնօրենի հետ մենք խնդիր ունենք, ասեցին։ Հա, գիտեմ, որ տնօրենության հետ է կոնֆլիկտը եւ քաղաքապետարան ներկայացուցիչը։ Ես էլ ասեմ, տնօրենի զարմանալին է նա, որ Թորոսյանների հետ կարելի է խնդիր ունենալ, որովհետեւ ինքը շատ flexible մարդ համարում է, դեպս շատ շփման մեջ շատ ճկուն, շատ դաստիարակված, շատ, ինչ ասեմ, բնավորությամբ խիստ հանդարտ եւ ամեն ինչ հարթով բնավորություն ունեցող մարդ է եւ նման մարդու հետ կոնֆլիկտ ունենալը ճիշտ ասած մի քիչ ինձ համար տարակուսելի է։ Ես գիտեմ այդ կոնֆլիկտը ինչի հետ է կապված, կարող եմ ենթադրել ավելի շուտ։ Մեզ թերևս երևի դա է, որ պարոն Թորոսյանը նույնպես երևի դիտարկում են որպես նախորդ իշխանությունների նախկին։ Մենք բոլորս նախկին ենք, իրանք էլ են նախկին, այնպես չի, որ իրանք նախկինում չեն ապրել, չեն աշխատել։ Դա թյուրիմացությունը չի կարելի բաժանել մեր ամբողջ հասարակությունը, հասկանում եք հիմա ինչա տեղի ունենում։ Բաժանել են սևերի եւ սպիտակների։ Ես նախկինում նշանակված էի այդ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն էի 3 տարի պաշտոնավարել եմ եւ էլի ինչ-ինչ սխալների պատճառով, այո, թողել եմ, բայց դա լայն մասաների նյութ չեմ սարքել։ Ինչպես որ հիմա անում ենք, որովհետեւ արդեն անկեղծ ասած վերստեղն է ասել ես։ Դրա համար 3 որոշեցիք ձեր բողոքեցայինը բարձրացնել։ Այո, հիմա դանակը հասավ ոսկորին, իսկ դուք գիտեք, որ թատրոններում ցավոք սրտի 30 տարուց ավել ինչ մենք նոր անկախ պետություն ենք, այսպես էլ թատրոնները մնացին 5 տաշտակի մոտ։ Եթե թատրոններ չեն ուզում այս երկիրը եւ ես տեսնում եմ, որ թատրոնները բեռ են այս երկրի պետության համար, մշակութային շատ տխուր, այսպես, բայց դուք հասկանում եք, ինչա ծրագրվում ներկայացում, ինչ անենք, մասնագիտություն փոխենք, գնանք ուրիշ գործով զբաղվենք, ինչ անենք։ Առանց այն էլ սարքել եք թամադաներ, եկել ինչ-որ միջոցառումներ վարող դերասաններին։ Երիտասարդ ընտանիքներ են, որ չեն կարողանում ապրել։ Ինչ արվեստի մասին եք խոսում։ Իսկ այս ամենից կարելի է ենթադրել, որ ձեր թատրոններ են ուզում փակել, ինչպես գոյ փակեցին կամ կամերային երաժշտական թատրոնը։ Ես ամեն ինչ իրենցից սպասում եմ։ Ամեն ստորություն, ամեն տեսակի արհեստական դժվարություններ, ամեն տեսակի խոչընդոտներ, որպեսզի մենք տապալվենք մեր
որպեսզի մենք անընդհատ խնդիրների առաջ կանգնենք։ Ես տեղյակ եմ, որ մեր տնօրենին չեմ ուզում ասեմ ստիպել, բայց երկար ժամանակ նաև վերջում երևի հարկադրել են ինչ-որ թղթեր է ստորագրել, ինչ-որ դժվար պայմանագրեր են եղել նրա առաջ։ Հիմա նա ստորագրել է, մենք սպասում ենք մեր սուբսիդիային։ Բայց ես չգիտեմ վաղը մենք ոնց ենք աշխատելու այս մարդկանց հետ։ Տեսեք, ասել են 5 օրից այս խնդիրը կլուծվի։ Դուք ինչ հույսեր եք կապում։ Ես չգիտեմ։ 5 օրից գիտեք ինչն է լուծվելու։ 5 օրից կտան աշխատավարձ, բայց խնդիրն ու վերաբերմունքը շարունակաբար անընդհատ լինելու է մի փոքր այլ տեսակներ, այլ տեսքով, չի դադարելու։ Սա բաց հետապնդում է։ Ես սա բաց ասում եմ, սա հետապնդում է։ Ուզում եք անունը դրեք քաղաքական, ուզում եք անունը դրեք թատերական, ուզում եք անունը դրեք չգիտեմ ինչական, ճապոնական։ Սա նշանակում 21-րդ դարում մի ահռելի թատրոն, պատմություն ունեցող թատրոն։ Երևան քաղաքի երկրորդ տարիքով ավագ թատրոնն է, այլ թատրոնից հետո, պատանի հանդիսատեսը։ Ավանդույթներով թատրոն, ամենաառաջի պատանիների եւ մանուկների ամենաառաջին թատրոնը։ Կարող է թատրոնն էլ են ուզում միացնել Սունդուկյանին։ Ամենամեծ խաղացանկով միշտ եղել է եւ ամենաինտենսիվ ամսական 30 ներկայացում խաղացող թատրոն։ Փոխանակ այս մարդկանց այսպես ձեռքերի վրա պահել, որովհետեւ ներողություն դա այդքան շատ ոչ մի թատրոն չի խաղում։ Հա, մայրաքաղաքում։ Երևի մեկ է տիկնիկային թատրոն։ Ես գիտեմ դրա ռեժիմը։ Այսքան դերասան ընդունող եւ կայացնող ճանապարհով չէ դեպի մյուս թատրոնները։ Այսքան ռեժիսորների համար տրամպլին հանդիսացող առաջին թատրոնն է հիմնականում պատանի համ։ Ես X-ել եմ այնտեղ սկսել։ Լավ ոնց կարելի է այսպես վերցնել, այդպես լաթի կտորի նման արհամարել շպրտել մարդկանց հասցնել այս վիճակին։ Եթե գաղտնիք չէ, ինչքան աշխատավարձ են ստանում դերասանները, որտեղ կարող է այնքան շատ են ստանում, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն չի հերիքում դրա համար աշխատավարձ չեն տալիս։ Ինչպես տարածված է, որ մենք անկիրթ ենք, մենք գիրք չենք կարդացել։ Ես 78 թվականի ծնունդ եմ եւ ես այդ ամբողջ ընթացքը տեսել եմ նորանկախ Հայաստանում 88-ից սկսած, ես շատ լավ ամեն ինչ հիշում եմ, ես ստացել եմ լավ կրթություն։ Ես ավարտել եմ լավագույն մասնագետներից մեկի լսարանում, ուսանել եմ եւ իր կուրսն եմ ավարտել թատերական բուհի։ Դա ինձ համար դա արդեն իրոք ոչ թե ծիծաղելի է մեկնաբանել, դա լաց լինելու բան է, որ մեզ ասում են, եթե դուք ստանում եք 80,000, ուրեմն դուք անկիրթ եք, վատ մասնագետներ եք։ 80,000-ով թող կան իրենք աշխատեն, իրենք այդ ռեժիմով աշխատեն, տանջվեն, ֆիզիկական աշխատանքը չէ նաև դերասանի աշխատանքը, հոգեֆիզիկական, ծանրաբեռնված աշխատանքը։ Եվ ես ուզում եմ կողքից տեսնել իրանք ոնց են ապրել այդ 80,000-ով։ Դերասանը ստանում է 80,000, լավագույն դեպքում 90,000։ Հիմա դուք նայում եք զարմացած իմ դեպքին։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ բոլոր իշխանությունների օրոք, այստեղ մենակ այս իշխանությունների մասին չի խոսքը, միշտ այդ խաղացել են, գիտեք ինչի վրա, թե իրանք իրանց գործը սիրում են, իրանք ֆանատներ են, ոչինչ կդիմանան կանեն։ Էլ դիմանալու չի, դուք չեք պատկերացնում թատրոններից, բոլոր թատրոններից ինչ արտահոսք է դերասանների, թատերական այլ մասնագետների, չի լինում, սա դիտավորյալ է արված, որպեսզի ավարտվի, վերջանա, մի երկու թատրոն ստից ձևի համար թողել ուսը։ Ես դա եմ տեսնում, իսկ ինչ վերաբերում է մեր թատրոնը, ինչպես բոլոր մյուս թատրոնները, ունի իր հատուկ առաքելությունը, որի նմանը հանրապետությունում չկա, դա միակ պատանի հանդիսատեսը, որի գլխին անընդհատ այսպիսի ինչ-որ սենց կամայականություններ են, կապրիզներ են, կտանք, չենք տա, մենք ձեզ սենց գալենք, դուք լավը չեք, ոչ մի անգամ ոչ մի պրեմիերայի չեն գալիս,
Մենք շատ լավ մեծ ներկայացում Բայց հրավիրում եք։ Իհարկե, իրանք ժամանակ չունեն։ Իրանց պետք չի։ Երևի կամ էլ իրանք երևի ինչ-որ մարդ ունեն, որին պատրաստում են, որ բերեն մեր գլխին տնօրեն։ Ես չեմ տեսնում։ Աստված տա, որ ես սխալվեմ, այս ամեն ինչը էկրես չլինի եւ իրենք ապացուցեն հակառակը։ Արևը դուրս գա վերջապես մեր գլխին։ Եվ ամփոփելով գիտեմ նաև, որ թատրոնը վերանորոգման խնդիրներ ունի, այս մասով ինչ նորություններ կան։ Դե վերանորոգումը մի տարի սպասում ենք, արդեն ապրիլ ամիսն է։ Վերեցին այդ դրսի պատը, ինչ-որ բան փոկեցին, կպցրեցին, ամբողջ քամի փոկում տանում, վերանորոգումն էլ չգիտեմ, ես չգիտեմ, ես չեմ կարող իրենց տեղը պատասխանել, բայց այն, որ մենք ինքներս էլ փորձում ենք հիմա նոր գործեր բեմադրել, ինչ-որ բաներ ենք ձեռնարկում ու ամեն վարքյան կարողական ասել ազատեք շենքը, գնացեք ստեղ, գնացեք ընդեղ, վերանորոգումը այդ Պիոներ պալատը շենքի չէ, մյուս մասն է, այնտեղ սկսել է մեր մոտ դեռ ոչ մի բան չեն արել, բացի այդ դրսի անկյունային այդ պատի հատվածը։ Անկեղծ ասած ես չեմ սպասում, որ այդ վերանորոգումը իրոք լինելի է, կամ կարող է լինի մեր թվարկությունից հետո։ Շնորհակալություն։